Հայր ջան, բարի լույս։ Ուզում եմ մի հատ բան ցույց տամ, սրա մասին մեր YouTube-ի admin-ը ասեց։ Հիմա ես փորձեցի տենց մի հատ ուղղակի մի հատ վիդեո տեղադրել YouTube-ում ու հասկանալ դրանից ինչ է ստացվում։ Նայեք, ովքեր վիդեոներ տեղադրում են, գիտեն, որ ստեղ կարաս ընտրես լեզուն, ինչ լեզվով է տվյալ տեսանյութը։ Ստեղ ամսաթիվ մի խոսքով ամեն ինչ սենց իր բաներով ունի։ Ստեղ կա մի հատ տեղ, որտեղ գրում ես որտեղ է նկարահանված տվյալ տեսանյութը։ Դե դա դիտելիության համար լավ է, տվյալ տարածաշրջանից եւ այլն, դա չի կարևոր։ Հիմա նայեք, ես ձեզ մի հատ բան ցույց տամ։ Եկեք մի հատ օրինակ մայրաքաղաք գրենք, ենթադրենք Մադրիդ։ Գրենք Մադրիդ, նայեք։ Ստեղ ուշադրություն դարձրեք, հենց առաջի տողում ինքը ավտոմատ կողքը գրում է Իսպանիա։ Եկեք գրենք օրինակ Մոսկվա։ Խնդրեմ, Մոսկվա, Ռոսիա։ Եկեք փորձենք Վաշինգտոն։ Կողքը բերեց США։ Մի հատ էլ եկեք փորձենք Բաքու։ Կողքը բերեց։ Հիմա ինչ-որ մեկը կարա բացատրի, երբ գրում ենք Երևան, ինչի ոչ մի բան չի գրում կողքը։ Երևան Mall City, սրանք այլ տեղանքների, Երևան Park Monte Melkonyan, Երևան, բայց Երևանը որտեղ է, որ երկիրն է։ Ես խնդրում եմ, սա տարածեք ու եթե կան մասնագետներ, թող մի ձևով փորձեն բացատրել, այս ինչ է նշանակում։ Հələ մի րոպե, եկեք օրինակ գրենք Պարիժ, բերեց Ֆրանսիա, նորից գրենք Երևան, ու նորից ոչ մի բան չկա։ Ես խնդրում եմ, եթե մարդիկ կան, ովքեր հասկանում են ինչ է սա նշանակում, ինչից կարա լինի, մի հատ արձագանքեք, ըստ այդմ հասկանանք սրա հետ ինչ ենք անում ու ում հետ։ Teremos escana.